Պարոն Ղուկասյան, մարտի 30-ին կայանալիք ընտրություններին առաջադրվել եք, սակայն կոմունիստական կուսակցությամբ, ինչու կոմունիստական կուսակցությամբ։ Որովհետև կոմունիստական կուսակցության հետևը ոչ ոք չկա։ Ամենակարևորը դա է, որ տերեր չունի կոմունիստական կուսակցությունը, հետո այդպես ամենաառաջինը դա, որ հետևը կուսակցության մարդիկ չկա եւ ինձ չեն կարող թելադրել որևիցե մեկը։ Ես ազատ է ձեռքերս, իմ հետևը կանգնած է ժողովուրդը եւ Աստված։ Կոմունիստական կուսակցության տեր ու տիրական Հայաստանի նախկիններից չկա ոչ մեկը։ Ներեցեք, բայց կոմունիստական կուսակցությունը չի հակադրվում Աստծո հետ։ Չէ։ Ուրեմն այսօրվա կոմունիստները ասում են, որ մենք սխալ ենք գտնում, որ եկեղեցիները քանդել են մեր նախկինները, առաջին Լենինը բանը, իրանք չեն ընդունում, որ եկեղեցիները պիտի քանդեն կամ հավատքը սուտ է կամ ինչ-որ մի բան, իրանք բոլորն էլ հավատք ունեն, մեծամասնությունը։ Եթե նմանատիպ բան լիներ, միանշանակ իրանց հետ ճանապարհ չէի գնա։ Միանշանակ ճանապարհ չէի գնա։ Եթե հանգարց հավատքի հետ կապված որևիցե մեկին ինչ-որ մի բան լինի, ես այնպեսի մարդ եմ, որ հավատքը ինձ ամենաբարձր, ծնողներիցս բարձր եմ դասում աստվածությունը։ Ներեցեք, մի հարց տամ, մի տեսանյութ տեսա հրապարակում, որ նկարահանում եք, ասում եք, որ քաղաքապետարանի շենքը դատարան լիներ, կողքնի եկեղեցին մեջանը կախաղան լիներ կամ գլուխ կտրուկ բան կլիներ, այդ դրա վրա գյումրեցիները մեմ են սարքել, չգիտեմ, եթե տեսել եք այդ տեսանյութը, որ բանը կոմունիստական կուսակցության, բայց բանը հավատքի մասին է խոսում։ Գուցե մի քիչ ավելի մանրամասն խոսեք, որ փառատվան հետ։ Գիտեք ինչ, հիմա այդ բանը հետևի չեմ ուզում մգնել։ Հիմա այդ մեկը էս ասեց, ես էս ասեցի, այն մյուսը ինձ քաշեց, չգիտեմ, ներողություն ասեմ, որ մենք կրվախնձորի մեջ գցեցին։ Հիմա աշխատում են, որ ինձ ինչ որ այնպեսի մի դաշտ մտցնեն, որ իմ մեկը ինձ ասի, ես իրեն ասեմ, այն մյուսը բան։ Հիմա ես ընդհանրապես կատեգորիկ էլ ոչ մեկին նմանատիպ հարցերի չեմ պատասխանելու։ Մտածում եմ, եթե հանգարց ինձ բան ասեն, պետք է ասեմ շունը հաճա քամին փչե այն փոքր ժամանակներս այդպեսի բան կար։ Հիմա այս կոնկրետ լուրջ ծրագրեր ունեմ, ուզում եմ իմ ծրագրերից խոսեմ, չեմ գալիս փողոց մաքրելու կամ լուսակետեր ավելացնելու։ Ես գալիս եմ լուրջ աշխատանք տանելու, որ այս 36 տարի Գյումրի քաղաքը ասում են անապահով խավը բնակվում է Գյումրիում եւ Շիրակում։ Ես գալիս եմ, որ այդ անունը հանեմ քաղաքի վրայից, որ մարդիկ որոշակի թեթևանա իրենց հոգսերը։ Այդ դրա համար եմ գալիս։ Եկեք մանրամասն մանրամասն։ Ուզում եմ օրինակ կոնկրետ մի լուրջ բան ասել։ Քաղաքը ուրեմն այս ջրմուղի 44%-ը պատկանում էր Գյումրու քաղաքապետարանին, 44%-ը պատկերացրեք։ Նախկին ղեկավարներից շատերն ինձ ասում են, որ տվեք վիոլա ջրին, երբ որ ես քաղաքապետ էի, ես ասում եմ երբեք այդպեսի, որպես ինչ պետք տանք չի վիոլա ջրին, ինձ ուղղակի հետաքրքիր է։ Դուք 44%-ը դուք պատկերացնում եք $50 միլիոն կամ $100 միլիոն գնահատված է չէ։ Ասենք որպես ինչ էս քաղաքը ինչ ունի որ պետք է տակ վիոլա ջրին։ Վիոլա ջրին տա որ ինչ անի վիոլա ջրը։ Հիմա վիոլա ջրը հսկայական շահույթներ է հետապնդում։ Ինձանից հետո վերցրել տվել են վիոլա ջրին։ Ես մի քանի անգամ բարձրաձայնում եմ, բայց դրա տերերը հավանական է շատ հզոր մարդիկ են Հայաստանում, սուտ վիոլա ջրի անուն են դրել, ասես ով է դրա տերը, դե հասկանալի է ով պետք է լինի, ով կարող էր այն ժամանակ վերցնելու տալվա։ Մի խոսքով գալիս եմ, որ այդ 44%-ը հետ վերցնեն, եւ այդ շահույթը ինչ որ վիոլա ջրը շահույթ է ստանում, գա քաղաքապետարանի բյուջե։ Իսկ դա նշանակում է մոտավորապես քաղաքի բյուջեն մի քանի անգամ կավելանա։ Առաջի գործերից մեկը դա պետք է լինի։ Դուք պատկերացրեք, ասենք $50 միլիոն հավանական է կամ $30 միլիոն վերցրել է այս քաղաքը, սոված քաղաքը, վերցրել տվել է մի հատ անհատի ինչ ձևի։ Օրինակ ինչի հիմա ինձ դատական վերես գործ են հարուցել, որ ես մարդկանց հող եմ տվել, բնակարան են կառուցել։ Հələ դուք պատկերացրեք։ Ամբողջ Արցախը, Ղարաբաղը տվեցին Թուրքին, դրա համար գործ չեն հարուցում։ Ես որ երկրաշարժից հետո մարդիկ տոնմիգների մեջ մեռնում էին, տվել են մարդկանց որ բնակարան կառուցեն կամ կենցաղ սպասարկման օբյեկտներ, դրա համար քաղաքապետին դատի են տալիս։ Բայց դա թուրքական ծրագիր չէ։
Եթե թուրքը չի ղեկավարում Հայաստանի Հանրապետությունը, ո՞նց կարող է հայի տղեն նմանատիպ մարդուն փոխանակ պարգևադրեն, ասեն հալալ եղնի քեզ, որ առանց քաշքշուկների այս երկրում առանց պես բաների վերցրե տվել ես ամեն ինչը մարդկան, ժողովրդին ու այդ ժողովուրդը քո հետևից դենց գալիս է, փոխանակ ինձ պարգև տան, ինչ որ բարձրագույն, ինձ բռնե դատական process-ներում ինձ բան են անում, էլի ուզում են դատել։ Հիմա ես կոնկրետ միլիոն դոլարների մասին 10 անգամ ասում եմ, այդ ինչի տեղից չեք շարժվում, հարգարժան դատախազություն։ Այդ ինչի ձայն չունեք, վախենում եք այդպես։ Թե լուրջ մարդ կան նստած, որ վախենում եք։ Այս խոսքերից հետո հավանական է այն վաղ որ ինձ ասեցին չտնես տեխնոլոգիան, որովհետև ես ասում էի թե չեմ տա Վիոլա ջրին միանշանակ ոչ մեկին չեն տալիս, դա քաղաքի ունեցվածն է։ Այդ քաղաքն ինչ ունի, մենք այդ կան գումար բդան։ Դրա համար ինչ թողեցին, որ ես առաջադրեի իմ տեխնոլոգիոնս, որովհետև տեսնում են, որ ես հայրենասեր էի, ինձանից հետո մարդ պետք է, որ ասենք գերի լիներ, գերի, որ ասենք, այդտեղ ասենց արա վազվայ կանեմ, հոպար, բաբա, մոշկուր, բան ինձ բան չասեք միայն, մի քիչ էլ ինձ տեղից փող տվեք, ես էլ ձենս կդրեմ, բան էլի։ Դրա համար էլ ինչ թողեցին, որ ես առաջադրեի իմ տեխնոլոգիոնս։ Հիմա էլ շատ այս հայտարարությունից հետո դրանց տերերը հավանական է կհարցակվեն իմ վրես, աշես ինչ ծևի կհարցակվեն, դա շատ լուրջ բացահայտում է, շատ լուրջ, այսինքն այս ամբողջ քաղաքի ունեցվածքը միայն մնացել էր այդ ջրմուղի սեփականատերներ քաղաքը 44%-ի, դա վերցնում են առանց որևիցե մի բանի, ավականով վերցնում հատկացում են Վիոլա ջրին։ Հիմա ես պետք է ասեմ, ինչի եք տվել դա Վիոլա ջրին, պետք է հետ քայլ բդանեմ, մինչև վերջ պետք է պայքարեմ, առաջի գործս դա պետք է լինի։ Չթողեցին առաջադրել նախորդ ընտրություններին, երբ Բալասանյանը այն ժամանակ, որ ինձ ասեցին վերջի 2 ամիսը դաժե չթողեցին, որ ես առաջ գայի, ասում էին հրաժարականտու, վերջի 2 ամիսը չթողեցին, որ մնայի աշխատեի։ Մի խոսքով, հիմա էլ չեմ ուզում դրանց հետևից ընկնել, սա կարևոր բացահայտում էր, որ ասեցի։ Օրինակ ծրագրերից մեջ շատ կարևոր, ուզում եմ հիմա արդեն ժամանակն է ասեմ, ես 96 թվականից ասում եմ, թե Գյումրին դարձրեք ազատ տնտեսական կոդի։ Դա եղել է մեր թվարկությունից առաջ եւ մեր թվարկությունից հետո։ Եվ 96 թվականին, եւ 99 թվականին, եւ բոլոր իմ ընդրական այդ պայքարի ժամանակ ես միշտ ասել եմ։ Ազգային ժողովում գիշեր-ցերեկ ելույթներս կա, տասնյակավոր ելույթներ եմ ունեցել ազատ տնտեսական կոդու վերաբերյալ։ Այսինքն պատկերացրեք, այս մեր քանդված գործարանները նույնքան պետական հարկ են մուծում, ոնց որ Երևանի հզոր գործարանները, որ ոչ մի բան չի եղել։ Այսպիսի մոդեցում, այսպիսի խտրականություն Երևանյան, ասենք Երևանի Արարատյան դաշտավայրի նկատմամբ ու Շիրակի դաշտավայրի նկատմամբ ես կյանքում չեմ տեսել։ Ցանկություն չկա, այն ժամանակ ինձ ասում են, գիտեք, եթե դենց բան անենք, ինչ է։ Ուրեմն այդ մի քանի հարգատուները կգան գրասենյակ կբացեն Գյումրիում եւ ամբողջ այդ բյուջեի գումարները այդ բաներից իրանց գրասենյակներով հարգերից կազատվեն ու բյուջեներ կդադարվի։ Իսկ ես էլ ասում եի, երկիրը ձեր ձեռքն է։ Գրասենյակ բացողին կասեք, որ եթե գրասենյակ եք բացել, դա ձեր վրա չի ազդում։ Ազդում են մարդկանց վրա, որոնք այստեղ գործարան են հիմնում, որտեղ աշխատատեղ են ստեղծում։ Ոնց ուզենանք այդպես կանենք, դա ինչ է, ոնց որ կամպոտը խմես, եթե ցանկություն լինի։ Այո, դա շատ կարևոր բան է, հիմա էլ մի հատ երդասարդ կա, լավ է, որ ուրախ եմ, որ ինքն էլ այդ ազատ տնտեսական կոդու անունը բարձրացնում է, շատ ճիշտ է դա, ես կողմնակից կլինեի, որ բոլոր տեխնազուները իրենց ծրագրերի մեջ հենց այդ ազատ տնտեսական կոդին ֆիքսեն, որովհետև քաղաքի առողջացման համար առաջի խնդիրներից մեկը դա ազատ տնտեսական կոդի ստեղծելն է։ Ես ազգային ժողովում երբ որ իմացա, որ մեղրին են դարձրել ազատ տնտեսական կոդի, եւ այդ գրասենյակները այնտեղ էին բացել։ Այ հիմա թե թող այս դադախազությունը մնացածը հələ կնանայի թե այդ ազատ տնտեսական կոդին, որ ստեղծեցին, քանի գրասենյակեր այնտեղ բացված, ու ովքեր էին այդ հարգատուները, որ այդ գրասենյակները բացեցին ու հարգերը թաքցրեցին։ Ներկրումը Պարսկաստանից որ գալիս էր, հենց մտնում էր այդ գրասենյակները, հարգերը չէին մուծում եւ այդպես իրանց միլիարդները դարձավ, ես չգիտեմ, միլիոնները միլիարդներ։ Այ այդտեղ գնացեք զբաղվեք, թե դուխերը թերիկ չի անում, վախենում եք, լուրջ բանի առաջ կկանգնեք։ Ընկել եք քանի մսդից բաների հետևից, քաղաքապետը տվել է մարդիկ տուն սարքեն, տուն չեմ քանդե ուրիշների պես։ Ձեզի պես տուն չեմ քանդե, տուն սարքել եմ տվել։ Լավ է մերը, որ եկան նույնը նորից պետք է անեն։ Կցանկանաք անդրադառնալ խոսակցություններին, որ դուք առաջադրվել եք, որպեսզի ձեր հանդեպ իրավական գործերին քաղաքական գնահատական տաք։ Ուրեմն գիտեք ինչ, այդ ստից
այդ դավերը, որ ասում են, առաջադրել եմ տեխնազությունս, որ այդ իրավական գործերը իմ վրայից հանեն ու ես էլ հրաժարական տամ ուրիշի բան։ Դա իմ ապրելակերպը չի, դա իմ ապրածը չի։ Իմ ապրած կյանքի մեջ մի հատ նմանատիպ պրոմեղ անձնական երբեք դուք չեք տեսնում։ Երբեք չկա այդպիսի բան։ Հետո ես արդեն գնում եմ մայրամուտ։ Հիմա ես կարող եմ այդպիսի մի հատ դիշովություն անեմ, որ եկուց երեխեքս գլուխը կախման գան, երբեք չհավատակ նմանատիպ բան։ Հետո ես այն բանը չեմ արել, որ կարողանան ինձ դադեն։ Այդ ինչ որ հիմա անում են, դրանք իմ վրայով չի։ Այսինքն պատկերացրեք, ոնց որ ինչ որ բժիշկը օպերացիոնի բժիշկը օպերացիա է արել ու սխալվել է, իրան դադելու տեղը դադում են տնօրենին։ Եթե դաժե իրոք այդպես է, ես այդտեղ ընդհանրապես կապ չունեմ, այսինքն քաղաքապետին մինչև հասնելը նախագիծ է կազմվում, նախագծի մեջ ֆիքսում են բոլոր մասնագետները, գլխավոր մասնագետները, բաժնի պետերը, քաղաքաշինության խորհուրդը, այդ ամեն ինչը ստորագրում է, որ սա օրենքին համապատասխան է, եւ քաղաքի գեմպլանը գտնվում է, ասենք, միտեղ քաղաքաշինության բաժնում, քաղաքապետը չի կարող այդ բոլորը նայ, երբ որ այդ թղթերը գալիս հասնում է քաղաքապետին, քաղաքապետը որոշում է կայացնում։ Ընդཐུպ այդ որոշումը պետք է չի։ Օրենքով ամրագրված է, եթե այս ամեն ինչը անցնում է, քաղաքապետի որոշումը արդեն այդտեղ եղած չեղած մի հաշիվ է։ Առանց քաղաքապետի նրանք կարող են մեկից մտնել կադաստր վկայական անել։ Հիմա եթե այս ամեն ինչը անտեսում են ու քաղաքապետին բերել են դրա համար, այսքան բանը բերել են այնտեղ, որ ինձ բանը մեղադրանք են առաջադրել, միայն ծիծաղ է առաջանում։ Ընդཐུպ Բալասանյան Սամվելի կատարած գործերներն են իմ վրա դրել։ Միքայել Վարդանյանի ժամանակահատվածում կատարված գործերներն են իմ վրա դրել։ Սննգացման դատարանը օտարել է հողերը, մեզ քաղաքապետարանին պարտավորեցրել է, որ մենք պետք է հասցեավորենք, իրանք դրանք են իմ վրա դրել, պատկերացրեք էլի, այնքան ծիծաղելի է, օրինակ ես մեղք եմ, որ այդպես հանձնարարականներ են կատարում, այսպես եք պահում երկիրը, այսպես եք ես այն ժամանակ մենք գիտենք, թե իրոք երկիրը ազատվեց նախկիններից, բայց ակազվեց նախկինները բերեցին այսօրվա գերուկազանների։ Որքան է գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունը։ Իմ ընտրվելու հնարավորությունը գնահատում եմ շատ բարձր, որովհետև եթե առողջ բանականության դեր մարդիկ մնացել են ու իրոք մնացել են, ընդհանրապես եթե ես լինեմ քաղաքացի ու գնամ ընտրության, պետք է ասեմ լավ, այս մարդը ով է, ինչ է արել։ Կողքից մեկն ասում է, գիտեք, այնքան լավ բաներ է խոսում, բայց հեչ բան արել է, չէ նոր պետք է անի, բայց քսենք մեկից քաղաքապետ, գոնե հենց մի հատ զուգարան կառուցեր, կամ ինչ որ մի բան աներ, հետո նոր մեկից հասներ քաղաքապետ, էլի մի քիչ ամոթել է, որ մեկից դենց գալիս հասնում են քաղաքապետ, ու նամանավանդ մի հատ էստեղ մեկը կա, որ շորերից բռնած ուզում է ինձ նմանվի, քայլվածքից բռնած ուզում է ինձ նմանվի, բայց հոգին ինձ նման չի, ապրելակերպը ինձ նման չի։ Մի խոսքով դրանք այնքան ամոթ է, որ ես դրել եմ իմ տեխնազությունս ու դրանք դրել են իմ դիմաց։ Բոլորի համար չեմ ասում, բայց կան միջները, որ այդպես։ Մի խոսքով, դրանց չեմ ուզում անդրադառնալ ընդհանրապես, հետագայում օրեր կան, մենք հələ պետք է իրար տեսնենք ու խոսենք։ Ես որ եկա աշխատավարձի բարձրացում եմ անելու, քաղաքապետարանի, մշակույթի, սպորտի, կրթության, քաղաքապետարանի աշխատողների, կոմունալ բաժնի բոլորի աշխատավարձերը բարձրացնելու եմ։ Ոչ թե 5000, 3000 դրամով, որ սրանք ասում են, թոշակի բարձրացում ենք արել։ Ինչքան է կարել 3000 թե 1100 դրամ։ 1100 դրամ բարձրացում ենք արել։ Ոչ 50%-ից ոչ պակաս բարձրացում պետք է լինի։ 50%-ից ոչ պակաս բարձրաձայնում եմ։ Հիմա ինձ կասեք որտեղից։ Այս պահին չեմ ասի որտեղից։ Վերջում կասեմ, Քարոզարշավի ամենավերջի օրը կասեմ, այդ միտքը մարդիկ մտքերը պահեն, որ ինձ հարց տան լրագրողները, պարոն Ղուկասյան, դուք չասեցիք, որովհետև դուք գողանան իմ մտքերս։ Ես գիտեմ որտեղից։ Կասեմ ոնց անեմ, որ բյուջեն ավելացնեմ, եւ գույկահարկը, եւ հողի հարկը, եւ տեղական տուրքերը, հասկանալի է, այդ ամեն ինչի պատասխան տեղը ես գիտեմ, եւ որ եկա այն ժամանակ քաղաքապետ դարձա։ Ուրեմն մի հատ փաստաթուղթ չի եղել, որ ես գիտենամ, թե այս քաղաքում ինչքան հարգատու կա։ Ասել եմ հələ բերեք, ովքեր են մեր հարգատուները, փաստաթուղթ չեմ ունեցել, թակ ընկել ենք փողոցներով, հավաքագրել եմ, այս ինչ որ հիմա ասպես նստած հանգիստ, բազաները թեմերը դրած, այդ քաղաքապետարանը այդպես սարկած, կոմպյուտերային ամբողջ համակարգը, սա այս տղայի շնորհիվ է եղել։
Կյանքի գնով եմ սարքի այդ քաղաքապետարանը, գիտեք թե դենց հեշտ է սարքվում այդ քաղաքապետարանը, ինձանից հետո մի հատ օբյեկտ ցույց տվեք, ինձանից հետո հələ մի հատ շենք ցույց տվեք այս քաղաքում, որ դուք բնակարան եք կառուցել, ասում եք փողերը կար, շենքերը կառուցվեց, դե հիմա էլ կրկնակի բյուջեն հանրապետության ավելացել է, բա 12 տարվա մի շենք չեք կառուցել, միայն գումարները դրսից բանկերից բերել եք, ասֆալտի վրա ասֆալտ եք անում, հավանական է, որ այդտեղի շահույթով հարստանակ դառնա կեսկան եւ ատկատներով։ Շարքային գյումրեցիների դեպ հանդիպում եք, հիշում են, գնահատում են։ Միանշանակ մենք որ հիմա քայլենք իմ ձեռքերից կհամբյուրեն ու ինձ կասեն բալա ջան քարներ տաս կանաչ փուսնի միայն ինձ այդպիսի բաներ են ասում ինձ անիծող չկա ես ոչ 50 եմ աշխատել ոչ մեկի ունեցվածքն եմ խլել ոչ մեկի տունն եմ քանդել ես տուն եմ շինել տուն չեմ քանդել Ես մինչև այսօր տուն եմ շինում, տուն չեմ քանդում ուրիշների պես։ Սրանք որ հիմա տեսնում են քաղաքում ինչ որ մի բան է կառուցում, չէ՞։ Վայ, հաստատվեք, մորտեք, սպանեք։ Ինչ է եղել, ում տունն են քանդել, ինչ է մարդը տուն կսարքեր։ Մի հատ ինչ որ լավ բան կսարքեք քաղաքյան։ Ինչ իրավունք ունին։ Այս ինչ բան է կանում, փողերը որտեղի, չգիտեմ ինչ է կարևան։ Մի խոսքով, այսպես չեն բաղում քաղաքն ու երկիրը։ Թողեք մարդիկ կառուցապատեն։ Այո, չեն թողնում։ Այսօր համար առաջի արդագաղթը նրանում է, որ մարդիկ ինչ որ մի բան կառուցում են, չեն թողնում փոքր եւ միջին բիզնեսը, քաղաքապետերը, նախարարությունները եւ մարզպետարանները խոչընդոտ են հանդիսանում քաղաքացիներին։ Հիմա գալիս եմ առաջի հարցերից մեկն է դա պետք է լինի։ Ինչ կան այս քաղաքում Ինչ կան մեր քաղաքում կան աբորենի շինություններ, բոլորը օրինականացնելու եմ ժողովուրդ, իհարկե եթե քաղաքի տեսքին չի խանգարում։ Այսինքն մարդը բնակարան է ստացել, մյուս եղբայրը մնացել է իրենց կառուցած քարաշեն տան մեջ եւ ասել է ես կգնամ այնտեղ ախպեր ջան դու էլ էստեղ մնա դրանք չեն օրինականացնում բոլորը օրինականացնելու են բոլորը մի բան չեմ թողնելու հանգիստ եղեք սպասեք մինչեւ կամ եկա ամբողջ այդ հարցերը լուծելու եմ ինչ կան քաղաքապետարանի հետ կապված խնդիրներ կա տորմուզ հենդոյի հետ կապված խնդիր ունենք տորմուզը կդարձնենք բան ֆարսաշ այնպես գաստա որ տորմուզը տեսնիք թե ոնց է գազ տալիս այս անգամ այսպես կանգնի ու գաստա ժողովուրդ ջան մի քիչ համբերեք ես գա։ Դարձեք այդ տորմուզ հենդոն իրական մարդ է։ Հա, իրական մարդ է, ժողովուրդը անուն դրել են տորմուզ հենդո, որովհետև տորմուզ է գործել։ Ու նախկիններն էլ քաղաքապետերին, որ գալիս ինչ որ մի բանից դիմում էին, ասում են, «Եկոց կուկա սկսեմ»։ Քաղաքապետերի անունը դրել էին «Եկոց կուկա սկսեմ», որովհետև տերեր ունեին, թղթերով գնում էին գիշերը տերերի մոտ նստում էին, տերերը ասում էին, «Այս գործը կանես, այս գործը չես անի»։ Այս գործի տակը ինչ կա դրած հավանական է, էլի, դեն չի պետք է կան մարդիկ չթողնեին, որ մարդիկ բան սարքեն այս քաղաքում։ Մի խոսքով։ Ձեր ընտրվելու դեպքում ցավալիորեն, բայց մտավախություն չունեք, որ Գյումրիում կկրկնվի Վանաձորի տարբերակը։ Եթե կրկնվի, թող խայտարակվեն։ Այսինքն իրանք խայտարակվեն դառնան 0 է չնայած 0-ին կդառնան -0 թող լինի իրանք երկար չեն մնա այս ամեն ինչ էլ չի մնա այս աշխարհի փառքը ոչինչ է հասկանալի է սովորական է դա ամեն ինչը ինձ համար սովորական բան է ես եմ վախեցողներից չեմ քաշվողներից չեմ ես որ մտել եմ այս ամեն ինչի մեջ ի նկատի ունենալով ամեն ինչ Երանի նրանց, որոնք ճիշտ խոսքի համար զրկանքներ կկրեն, ճիշտ ապրելակերպի համար կչարչարվեն, կտանջավեն, ձեր բարձը կասում է երկնքում շատ մեծ է, ձեր վարձքը երկնքում շատ մեծ է, ցնծացեք եւ ուրախացեք, նմանատիպ մարդկանց ասում է, ցնծացեք եւ ուրախացեք, եթե ճշմարտության համար ձեզ վադաբանեն, վատ խոսք ասեն, զբարտեն, ինչ որ մեկը կա գալիս զրբարտում է ինձ հասկանալի է մշտական եւ բանը ինքը գոյություն չունեցող անձնավորությունները, գոյություն չունեցող հերոսներին սարքեցին ավազակ Սարսափելին գիտեք որն է հերոսներին սարքեցին ավազակ վաստակաշատ մարդկանց դարձրեցին ոչինչ այնպիսի մարդկանց հերոս տվեցին այնպիսի մարդկանց երկաթախաչ տվեցին որ այն մարդիկ վարկաբեկվեին ամենասարսափելին դա է Այնուամենայնիվ ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը գոնե մինչև 2026 թվականը շատ հանգիստ
Մշտական ասել եմ, քաղաքի դոտացիան իրանք չեն կարող շտատակողություն է հաշվարկվելու, սեփական եկամուտները ես հանգիստ կհավաքեմ, իրանք եկան բարև տվեցին, բարև կտան, բարև չտվեցին, բարև է չեմ տա, չեմ էլ մասնակցի իրանք ոչ մի բանի։ Եթե չափի մեջ պահեցին, ես էլ չափի մեջ կպահեմ։ Սուբորդինացիան ես պահել եմ մշտական, կպահեմ, բայց գաղափարական եւ իրենց ապրելակերպը, իրենց կատարած գործունեությունը իմ մոտ ընդհանրապես չի ընդունվելու։ Միանշանակ չի ընդունվելու ու ես իրանց դեմ եմ լինելու։ Ամբողջ աշխարհում, քաղաքակիրթ աշխարհում չկա այնպեսի, որ բոլորը նույն կուսակցությունից, տեղական ինքնակառավարումը այնպեսին է, որ եւ կարող է դիմություն լինել եւ ընդդիմություն լինել, ինչ է պատահել, որ անպայման պետք է իրանց կուսակցականը լինի, որ կարողանա աշխատի, ոչ, թող սա օրինակ լինի։ Չնայած հանրապետությունում կան մի քանի քաղաքներ, որ այդպես հիմա ոչ քպեականներ են, դրանց հետ միասին կլինենք, ինչ է պատահել, ես բոլորի հետ էլ ճիշտ հարաբերություններ վահող մարդ եմ, այնպես որ ես կղզիացած չեմ։ Եթե կարելի անդրադառնանք այն գլխավոր թեմային, որ այսօր քննարկվում է, հա, հետընտրականում հետ դաշիկ կկազմեք, ում կբացառեք բացի ԿՊ-ից։ Սպասեք նայենք, թե ով ինչ կան ցային կհավաքի։ Ով կհաղթարեն։ Նայենք հələ ով կհաղթահարի այդ շեմը, հետո միանշանակ, որ ասել եմ արդեն էլ չեմ ուզում կրկնվել ԿՊ-ի հետ կապված, եւ նրանց հետ դաշինք չեմ կնքի, որոնց հետևին կանգնած են այն մարդիկ, որոնք բերել են ԿՊ-ին։ Դրանց հետ էլ դաշինք չեմ կնքել, միանշանակ։ Լավ, հանրապետության մակարդակով քաղաքական բաներին չանդրադառնանք, ինչպես է ընթանում քարոզարշավը, ճիշտ է մեկնարկելու է ամսի 15-ին, բայց կարծես Գյումրիում քարոզարշավը շատ հանգիստ է, բոլորը զգաստ են, բոլորը չափի մեջ են, եթե Երևանը չխառնի, եթե վերադաս կառույցները, մարդկանց անձնական դաշտ չմտնեն, այս ճղջիմներին, ճանճերին չխրգեն, մարդկանց ինչ-որ ինքնասիրության հետ կապված, ինչ-որ մարդկանց, գիտեք ինչ, եթե մարդու ինքնասիրությանն են կմնում, դա մարդը ապրում է իր ինքնասիրությունը պահելու համար, եթե աշխատանքի ժամանակահատվածին փաստեր ունեն, որ ասում են, դու ասում ես, որ արո, եթե փաստեր արել ես, սխալներ արել ես, պետք է ընդունես կամ պետք է բացատրես, որ այդպես չի, բայց անձնական մարդուն կմնել վիավորելը, դա ուղղակի ճղջիմություն է, ճանճի գործունեություն է, ճանճը գիտեք, չէ, միակ կենտանին է, որ ոչ մի բանի պետք չէ, տես դաժե մոծակը պետք է, իսկ ճանճը պետք չէ, տես իշամեղուն էլ է պետք, բայց ճանճը ոչ մի բանի պետք չէ, այ եթե դենց բաներ չանեն, ամեն ինչ լավ կլինի։ Դուք ինչպեսի քարոզարշավ եք իրականացնում։ Ես իրականացնում եմ խաղաղ, համերաշխ, հանդիպում ունեք երաժշտական դպրոցում։ Խաղաղ, համերաշխ, ուրեմն ես պետք է ասեմ, եթե մոռացել եք այսքան գործը ով է արել, պետք է մատնանշեմ, պետք է ցուցադրեմ, որ այսքան ժամանակ որ ես եկա, ինչ խոսք տվեցի, կատարեցի։ Հիմա գալիս եմ այս սրանք անելու։ Հիմա մի հատ եմ ավելացնելու։ Գալիս եմ, որ երկրորդ հիվանդանոցն ունենանք մեր քաղաքում։ Լենինականում 8 հատ հիվանդանոց կար։ Բոլորը միացրեցին, դարձրեցին մի հիվանդանոց, որ մտնում ես տեղ ու ստար չկա։ Այդ հիվանդանոցը եւ Ջավախն է սպասարկում, եւ Վանաձորից են գալիս այդ հատվածից, եւ Արագածոտնի կողմերից են գալիս Գյումրիի հիվանդանոց։ Եվ այստեղ տեղ ու ստար չկա, միանշանակ անպայման երկրորդ հիվանդանոցը ու քաղաքապատ կան։ Քաղաքի սեփականություն պիտի հանդիսանա այդ հիվանդանոցը։ Ես դա պետք է անեմ ծրագրիս մեջ ֆիքսել եմ։ Եվ պետք է ունենամ քաղաքում, ինչի քաղաքապետարանը ասում են, որ շահույթ հետապնդող կառույց չի։ Ինչի որ, այդ կարծրատիպն է պետք է փոխեմ օրենքի մեջ։ Պետք է շահույթ հետապնդի քաղաքապետարանը, ինչի անհատը պետք է քաղաքապետարանից հարուստ լինի։ Ինչի երկիրը, ամբողջ երկիրը, մեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետությունը, այդքան հարուստ չէ, ոնց որ մի քանի անհատներ։ Ասում են մենք գործարան սեփականություն պետք է ունենանք։ Ինչի հետո է ասել դա, որ թուրքերն են ասում։ Բայց թուրքերը կարան մի հատ այնց բան ասեն, որ երկիրը հարուստ չլինի, քաղաքապետարանները ժողովուրդը հարուստ չլինի։ Եթե քաղաքապետարանը հարուստ է, բյուջեն ավել է, մարդիկ էլ սոված չեն մնա, այս վիճակին չեն մնա։ Քաղաքապետարանը եւ սոցիալական հատկացումները կավելացնի, երրագի 10-ագի անգամ կավելացնի, եթե գումար ունենա։ Դրա համար պետք է ստեղծել այդ գումարները։ Իսկ ես դրա վարպետն եմ, կանեմ, հանգիստ եղեք։ Ճիշտ է, մեր զրույցը տեղի ունենում մարտի 7-ին, բայց հրապարակվելու է մարտի 8-ին։ Մեկնարկում է
Կանաս մի ամսակը ձեր շնորհավորական խոսքը։ Ես մայրերին բոլոր, կանանց աղջիկներին, քույրերին Մի լուսավոր ամենակարևոր բանը ասում եմ, որ խաղաղություն լինի, որ երբեք ձեր աչքերը չարդասվեն։ Ամենաառաջինը դա եմ մաղթում, որ խաղաղություն լինի։ Խաղաղություն լինի եւ խաղաղություն լինի։ Որ ձեր զավակները, ձեր ամուսինները, ձեր եղբայրները ձեր կողքը լինեն, առողջ լինեն ու այսպես հեշտ ու հանգիստ մարդկանց չտանեն, սպանեն ու դրանից հետո ասեն, ինչի գնացին որ, ինչի պետք է այսպես լիներ որ, մարդեն մեռան, ինչ է եղել որ, այսինքն դրանց եւ դրանցից ազատենք երկիրը։ Այդ եմ ցանկանում մեր քույրերին եւ մայրերին։ Եվ աղոթող եղեք։ Աղոթեք։ Առանց աղոթքի ոչինչ բան չի լինի։ Աղոթքով Գրիգոր Լուսավորիչը 14 տարի խոր վիրապում գոյատևեց, աղոթքով երկիրը փրկվեց, աղոթքով Եղիա Մարգարեն երկնքից կրակ իջեցրեց, աղոթքով Մովսես Մարգարեն Կարմիր ծովը բացեց եւ Իսրայելի ժողովուրդը փրկվեց, աղոթքով հայոց ազգը փրկվեց եւ մինչեւ այսօր մենք ապավինում ենք Աստծուն։ Աղոթեք, որբիսի ամեն առավոտ ամեն իրիկուն աղոթքը բարձրանա առ Աստված եւ Աստված ողորմյա ազգիս հայոց։ Ձեր կոչը գյումրեցիներին առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել թե ում ընտրել։ Ամենասարսափելի մարդը, ուրեմն ամենասարսափելի մարդը, գիտեք ով է, անտարբեր մարդը։ Անտարբեր մարդուց ասեմ այլանդակ կենտանի չկա աշխարհում։ Հուդան սարսափելի է, Դավաճանը սարսափելի է, ես երկրորդը կասեի անտարբեր մարդու։ Իր համար նշանակություն չունի։ Դու մեռնում ես քաղաքի համար, երկրի համար, ազգի համար, իրանց համար ես լավ լինեմ, կնիկս լավ լինի, որովհետև գրգեմ կնգասում նստեմ, տակ լինի, երեխեքս մնացածը թող մեռնին, ինձ պետք է նմանատիպ մարդիկ իշքան վերանան այս ազգի մեջից, այնքան մենք լավ կլինենք։ Անտարբերությունը վերացրեք ձեր միջից, Աստծո դադաստանին պատասխան եք տալու, հիշեք։ Քսը խելոք է, էշտել է խելոք, ում է պետք։ Ում է պետք այդքան խելոքը։ Այդքան խելոքը պետք չէ, լավ իմացեք։ Սխալ բան է դա։ Երբ որ ազգի հետ է կապված, քաղաքի հետ է կապված, փողոցի հետ է կապված, օգնություն բարի հետ է կապված, մեկը կողքիդ մեռնում է, դու անտարբեր անցնում ես փորը դեսքան, հետևը դեսքան, ում է պետք այդպիսի մարդը։ Այդպիսի մարդիկ ինչքան մեր ազգի միջից վերանան, դպրոցները թող կրտեն, դպրոցները պետք է կրտեն, որ այդպիսի մարդիկ, այդպիսի սերունդ չմեծանա, ուսուցիչները լուրջ գործ ունեն անելու։ Շատ կարևոր գործ ունեն դպրոցները։ Այսօր ես հսկայական Մամիկոնյան, Վարդանի եւ ամբողջ Աբարայրի հերոսների արձանախումբը դրել եմ հրաբարակի մեջտեղը։ Կողքից չգիտեն թե ով ամեն մի այդ ֆիգուրաները որ դրված են, բաները, արձանները որ իրանք չգիտեն թե դրանք ով են, ինչ նշանակություն ունեն հայոց ազգի համար։ Ցավում են որ գալիս են Երևանում Հովանես Թումանյանի կողքից անցնում են սա ով է, ասում են չգիտեն ով է։ Չգիտեն ինչ անուն ասել չեն տալիս։ Արամ Խաչատրյանին չեն ճանաչում։ Ես գիտեք լավ չեմ սովորել դպրոցը։ Դասամիջոցներին եմ սովորել, շատ աշխուժ եմ եղել։ Բայց հիմա սրանց դպրոցների որ կան ինձ հետ նստեն, ես կասեմ հարա, մենք էս ինչ ասես գիտենք։ Ինչ այդ բանաստեղծություններից բռնած դպրոցական այդ ամեն ինչը ոնց ենք սովորել, ոնց ենք բաները։ Այդպեսի դպրոց կուզեմ, որովհետեւ լուրջ սերունդ կրտեն։ Եվ այդ փողով ավարտած հախերով ուսուցիչներին վռնդեք դպրոցներից։ Բանիմաց ուսուցիչներ բերեք, հոգատար ուսուցիչներ բերեք, որ հայրենասեր ուսուցիչներ բերեք, հավատք ունեցող ուսուցիչներ լինեն, որ սովորեցնեն այս մեր սերունդը։ Ոչ թե այլասերված հոմոսեքսուալիստ ու ինչ ոտքերը այսպես կարճ հակած, ես իմ ինչը բաց, գալիս երեխեքի դիմացը կանգնում են։ Պրարեխները բացած ծիծաղում են երեխեքի վրա, բանը նավթալինի հոտ է գալիս, ժամանակակից եղեք, ժամանակակից, այդպիսի ժամանակը դուրս ընկած ժամանակակիցը մեզ պետք չի։ Մեզ պետք է ժամանակակից լինել ուրիշ սկզբունքով, ոչ թե այլասերված։ Մի խոսքով եմ ցանկանում։ Լավ, շնորհակալ եմ։ Կա որ բան ինչի մասին կուզեիք խոսել, չհասցրեցիք, կարող եք ազատ։ Հեշտով։ Հիմա այս կանը, շատ լավ է։ Շնորհակալ եմ։